Հիմա գնում ենք գոմ։ Ձեր տանից հեռու է փաստորեն գոմը։ Չէ, այդքան է չէ, նախկինում եղել է սովխոզի գոմերից, ասենք այդ տարածքը, որ կոչվել է Կալեր։ Հիմա մենք ընդեղ ենք պահում անասունները։ Հիմնականը ամուսինս է, իր երեկոյան տղաս, ես եմ մեկու մեջ։ Հիմա առողջականից չի ներում։ Ես որ ամուսնացել եմ, նենց չի եղել, որ մենք այդ բոլորն ունեցել ենք։ Հեն այն էլ ամուսինս է գնում է աշխատանքի։ Նենց չի, որ մենք այդ ունեցել ենք, ասենք 5 կով, որից 2-ը քորինս է եղել, 2-ը մերը, 1-ը կիսուրինս։ Օրինակ, բայց մենք այնքան հավասար ենք ամեն ինչ բաշխե, նույնիսկ 100 գրամ պանիրը, կարայինք 50-50 անենք, որ հավասար։ Փառք Աստծո, հիմա իրանք էլ ունեն իրանց տունը, մենք էլ ունենք։ 5-ից կես ես ամուսնուս վեր եմ կասնում ամեն օր։ Ինքը գնում է, իհարկե ես նորից քնում եմ, բայց վեր եմ էլի, ես եմ ասում, բուջելնիկը ես եմ։ Դե դա մեր դաշտ ենք գնում, կարտոշկա, մենք այդ բոլորը լրիվ ընտանիքով ենք անում։ Նենց չի, որ մեկը տան նստում ենք, այն մեկն անում է համատեղ։ Մեր տան փողն էլ է, բոլոր ընտանիքի անդամները գիտեն։ Որտեղ է, ինչ է, մենք մեկս մեկից թաքուն այդ ձևի բաներ չունենք։ Այս մեր կարտոշկի պահեսներն է, իհարկե ստա պտի ցանենք գարունը, այս մեր պահեստավորած կարտոշկեն է, վաճառել ենք, հիմա նորը և ոնց են ասում, մարտասահմանից Հոլանդիայից պտի գա, սերմացուն, ոնց ասեմ 5 տոն, 6 տոն կգա, կարտադրենք սերմը, կվաճառենք Արարատյան դաշտավայրի ընդեղ ցանելու համար։ Այսինքն դու քանի տոն եք կարտոֆիլ ստացել։ Այ չեմ կարալ ասել, շատ։ Մոտավոր օրինակ 10-20 տոն։ Չէ, մոտավոր 100։ 100 տոն կարտոֆիլ։ Հա, ավել։ Հիմա այս ո՞նց եք ռեալիզացնելու իսկ։ Սա արդեն ցանելու ենք, բայց հիմա տանը մել են։ Սրա կիլոգրամը հիմի այս պահին 150-ից 200 դրամով վաճառում ենք, բայց նրանք ավելի։ Այսքանը մեր կարտոֆիլագործության մասին գնանք ու մեր մնացած արտադրությունները ցույց կտանք, մեր անասնապահությունը։ Տիկին Արևիկի ու իր ընտանիքի մեծ տնտեսության հետ ենք այս հաղորդման ընթացքում ծանոթանալու։ Անդադար աշխատող քարիցել հաց ստեղծող ընտանիք, որի հաջողության գրավականը շատ աշխատելն է, իսկ աշխատանքի արդյունքը առանց խոսելու ներկայացնելու էլ շատ պարզ է։ Էնպես որ ընդամենը մի 2 կովից այսօր ահռելի մեծ տնտեսություն ունեն, էլ հացահատիկի մշակություն, էլ կարտոֆիլագործություն, էլ անասնապահություն, մի խոսքով մեծ տնտեսություն, որտեղ ամեն մեկը իր անելիքը շատ լավ գիտի։ Օրինակ տիկին Արևիկի 14 տարեկան տղան գյուղտեխնիկայի պատասխանատուն է, վերահսկողը բանեցնողն ու առանց նրա ոչինչ չի ստացվի։ Ահա այս տարածքը նրանց գյուղտեխնիկայի բազան է, որտեղ պարկի վարիչը տղան է, կատակով ասում է տիկին Արևիկը։ Այս մոտ 2 տարի առաջ ենք ձեռք բերել լիզինգով։ Այս փոքրը այս տարի ենք ձեռք բերել, խնդիր ունեինք կարտոֆիլը դաշտից բերելու, որպեսզի հինը չառնենք, սա ձեռք բերեցինք։ Ճիշտն ասած այս ժամանակ տղաս փոքր էր, մի որ մեծացել է, արդեն մեր բոլոր տրակտորները ինքն է քշում, կառավարում, բոլորով միասին։ Դե վերջը այս ամուսինս ասել էր, արի դաշտ, որ սովոր ես դաշտի հողերը որտեղ, ասել էր մամաս գիտի։ Դե հիմա Չէ, թես մեկ ասի, լսողները կասեն, որ ասի չա։ Տղան ոնց հասկացա ձեր աջ ձեռքն է ու այս ոլորտի ամենա Աչել ծախել։ Բոլորը միասին։ Մեկ դպրոցին զանգում եմ, ասում եմ, մխիթարին թույլ կտակ 15 րոպեով գա, ասում դե տրակտորը պիտի հանենք, պիտի մտցնենք, չի լինեմ, առանց իրա չենք կարեմ։ Մեր կարտոշկեն ինքը քանդում է դաշտը, սաղանում է։
Շատ պարտաճանաչ է, չի սիրեմ պարկեր, երբ որ գայս ամեր լիզինգի վճարման օրերը, ինքը մեզանից մի ոտ առաջ է, մուծեցիք, պտի մի քիչ ավելի բանա, դե հիմա և իշ տեսելա սովորելա, չգիտեմ, թող լավ բաները սովորի, ինչը որ մենք վատ ենք այլ, ինքը դա չընդօրինակի։ Չէ, չկարծեք, թե տիկին Արևիկն էլ վերահսկողի գործն է իր ուսերին կրում, թեպետ դա էլ ոչ պակաս պատասխանատու աշխատանք է։ Վերջերս մի քիչ առողջությունից է ընկել, ամուսինն ու տղան էլ ասել են՝ դու տանը մնա, մենք քո փոխարեն էլ կաշխատենք, հատկապես երբ տանն էլ անելիքը քիչ չէ։ Բայց տիկին Արևիկը տեղը հանգիստ նստողներից չէ, առանց զգուշացնելու պարբերաբար հայտնվում է ամուսնու ու տղայի թիկունքում։ Դե կինը եթե հայտնվեց տղամարդկանց թիկունքում, ուրեմն անտարբեր չի մնա ու կսկսի հանձնարարությունների հեղեղը։ Մեկ էս գործին խառնվում, մեկ են գործին ու այդպես մինչև այդ օրն էլ բարով խերով ավարտում են ու խիղճները հանգիստ վերադառնում տուն։ Այցելում ենք տիկին Արևիկի ամուսնուն, ով մեզնից շուտ անասնագոմ հասավ։ Հիմա գնում ենք մեր գոմ, դե արդեն անասունների ժամն է, որ պտի, իհարկե ամուսինս ընդեղ արդեն, դուք տեսաք, հա, մեզանից շուտ է հասե, մա գնանք, Մոտավոր քանի ժամ եք այդ գոմում։ Դե ճիշտն ասած, որ սուտ ասեմ, ես շատ չեմ գալիս, ասեց չէ, որ առողջական խնդիրներով պայմանավորված շատ չեմ գալիս, բայց 4-ին գալիս է, 6:30 գալի։ Առավոտ։ Մեր բախտը բերեց ձեր գոմ գալու օրներ։ Հա, 3 էր իմ գոմ գալու օրը, այսօր էլ էլի նորից եկա, դե չէ, արդեն որոշել եմ առավոտները գամ, այսօր առանց ձեր գալու որոշել էի։ Չէ, ոչ թե չիլնի, այլ ես եմ ուզում գամ, որ մի քիչ առավոտյան թարմոտ լնի, հետո մեղք ամուսինս մենակ է, որովհետև տղես դասի է գնում, թե հիմա Արսեն ջուրը բացեմ, մատանեմ, Աշխատե, կեր հգիտը պուշատով են բերել կողմը։ չէ Արսեն ջան, ասա ինչ տենք անի։ Հենա տղես ավլում է, էլի։ Իհարկե։ Արսենը ոչ պակաս ասող խոսող խոսքաշեն մարդ է, որի համ ձեռքումը կա, համ լեզվումը։ Ընտանեկան բիզնեսի հիմնադիրը հպարտությամբ ասում է, որ իրենք այլ կերպ ապրելու ձև ու միջոց չգիտեն։ Ոչ մեկից ու ոչնչից պակաս չեն, դեռ ավելին մի բան էլ ավել են։ Ու այդ ամեն ինչին հասել են ամենակարևորը արդար քրտինքով։ Ոչ մեկից չեն ուզել, ոչ մեկից չեն գողացել, հակառակը ստեղծել են ու իրենց ստեղծածից մի բան էլ բաժին են հասցրել ուրիշներին։ Զրոյից են տուն ու տեղ դրել ու 20 տարվա ընթացքում մեծ հաջողությունների հասել։ Այնպես որ այսօր գյուղում կտուցանց Արսենի ոտքի հետ եկող չկա։ Լավ ուտը խմեմ եմ, էտ ամենեմ, որ բան արնեմ եմ դա պարտը տալիս եմ, բայց որ չեմ ամեն, ուտը խմեմ ենք տալի։ Փողեր եմ առել, սեպական, դա հեն է տերվի։ Դե ընթացքը մեր երեխեքը սովորում են, Վանաձորը տան վարձ ենք տալի, ենք ամսական ինչքան, դե չէ որ ասեմ կասեն մի լաց հալնեմ, չասեմ բերեք։ 450 ամիս եմ ուծում եմ։ Մեր իհարկե դա պարկ չի, մեր պարկ է, մեր լիզինգն է, մեր երեխեքի տան վարձն է, այնա, բայց դե հասցնում ենք պարկացու։ Պլյուս ձեր ծախսը։ Խանութից չենք օգտվում, հիմնականը միս բան չենք առնում, մենք մեր միսն ենք, երեգել ենք մորթե, այսօր էլ 2 հատ խոզ ենք մորթելու, մեկը տան համար, մեկը վաճառելու։ Մեր գյուղ ամեն օր էլ ավտո կա, դե հենց ժիվոյ առնողնի շատ կա։ Գալիս եմ, արդեն գիտեմ ես։ Արդեն 4 հատ ծախել ենք, էլի։ Աշխաչափի գիտեմ, սա ինչա ոնց է։ Սենից անենցա բարշեմ ենք, տալիս եմ գնամա։ Ժիվոյ, դե մի ուզմա բոյնա տանի ինքը ինչ ուզում անի։ Դե մեզ ցլե կպահենք մարտին երևի եսիմ, էլի։ Դանք մարտի սկզբին ծախիտ եմ։ Աթեն տենց ենք որոշել, տերեկ ենք որոշել։ Գիտեք ինչ եք անելու, պլանավորել։ Ոչ թե գիտեն կավա չել էլի։ Եսիմ։ Սպարտանուտ են կարնելու։ Ներդնում եք անելու։ Ապրի, սպարտանուտ մինե վարելի։
տրակտորների հիմա։ Դեղերը, ամեկը իր տեղը գիտեն։ Կա չեմ լսնեմ։ Հետո էլ ամեն մեկը հիմա այն մեկը այն միանսվա տոկոսը պետք է փակի, այն մեկը այն միանսվա լիզինգը պետք է տա, արդեն գիտենք։ Հեսա էս էլ խոզ մորթ հողնա զանգե, հեսա խոզը մորթը մենք։ Լավ, պատը։ Դե թենց հաշվար կացա, որ պետք է այն մեկը, ասենք, հունվարինը փակի, այս մեկը փետրվարինը, դե ամեն ամիս, եթե չես աշխատում, պետք է խնդիր չունենաս բանկի հետ։ Սուտյա լացել եմ, դենը դրացել ունեմ, որ փագին, դե բնականաբար, եթե ասած իմ, ոնց են ասում, բիձ ու տղին, եթե Արսենը մի բան առնեմ, ուրեմն դրա չափ էլ կունենա։ Ասում Արսենը, որ լիզինգ անը, 15 միլիոն լիզինգ արել, նա ուրեմն երկու կամ ունի, որ ռիսկ անը լիզինգ անի։ Բայց չեն վախում, որ տեղը կիմանան կգան ուզեն անելան։ Ես իմ ումուտը բանկն է, բանկը։ Հիմա այս որդը բանում ենք, դարաշրջանում ենք ապրեմ ասած են, որ ասում են։ Բանկը, ես բանկը խնդիր չունեմ, դաժե զանգով։ Մի վախի, հորթա։ Բանկը ես դաժե զանգով ինձ իմ ուզած գումարը տալիս են, ասում են իչի կես ժամ, հետո կուպոն կլի ու առանց կտի։ Ինչպես արդեն ասացի, ընտանիքում յուրաքանչյուրը իր օրվա անելիքը շատ լավ գիտի։ Հիմնականում խնդիրներ չեն լինում։ Ճիշտ ժամանակին են տեղում լինում, ներկա բացակայանում ու գործի անցնում։ Երկու աղջիկներ էլ ունեն, որոնք ուսանող են ու նրանց գործը միայն սովորելն է։ Տիկին Արևիկը խոստովանում է, կուզեր տղան էլ ավելի շատ ուսմանը նվիրված լիներ, քան այս տնտեսությանը, որ մի կարգին մասնագիտություն ձեռք բերեր։ Բայց այդ ամենը ստիպելով չի լինում։ Տղայի ուշք ու միտքը գյուղում է ընտանեկան բիզնեսում։ Դե հեռու էլ չի այն օրը, երբ ընտանեկան բիզնեսի ղեկը կհանձնեն նրան։ Տղեն իմ հետ հավասար, ես ստել չեմ իմ հնգերն է։ Այս ամեն ինչ ունենալ առանց ընտանիքի աջակցության։ Մեկը մեկին լրացնում եք, մեկը մեկով։ Չէ, դե մեկը մեկով է, դա բացառված է։ Այսին ոնց դիտի, որ մենակ, ուրեմն դու ոչ միտեղ չտես գնա։ Այստեղ կապած։ Հիմնականում չենք եկարեմ, հարսանիք, բանա չի ստացվում, պետք է մարդը լինի։ Ձեր մեջից ամենաշխատասեր ով է։ Ամենաշատ պահանջ գոտնու աշխատասերը։ Բարշիով։ Արդեն Արսենն է, հետո Մխիթարն արդեն դարել։ Հիմա ավելի։ Տիկնոջ բան չի լինի հաստատ։ Դե Այ քչելի ուրիշը կլի է։ Հումորամը բարալում են ես միշտ ասում եմ դեմ չեմ թող մի հատ էլ լինի, բայց փողն իմ ձեռին լինի։ Համել ձեր հոգսը կգիսի։ Բայց հետո ասում եմ կարող է գայինա գործերն էլ ես անեմ։ Ասեմ այդ Արսենից, հա, ինքը օրինակ, եթե ես ասեմ, մի պահ կարող է ասեմ, գնանք, օրինակ այս բանը կրեդիտ անենք կամ բան, ինքը չէ, գնաց փողով առ։ Կրեդիտ չի սիրում, այդ ձև բաներ չի սիրում։ Մենակ մեր կրեդիտը լիզինգն է։ Մեկ էլ Արևայինի այդ լիզինգն էլի, չի սիրում այդ ձևի բաներ, հետո իրանից եթե փող ուզեցիր, ասիր այսօր տալու եմ, պետք է այդ օրը տաս, դա բացառված բան է։ Պարտաճան այս մարդը։ Ինքն է եթե հիմնականը դե պարկ չենք վերցնում, որ մենք չենք ունենում, ուրիշները չեն ունենում, միշտ հենց ալնեմ, հիմնականում աշխատում ենք չվերցնենք, ես իմ, դե հիմա ինքը կարա մինչև իրիկունը 12-ը մեկը խմի, օրինակ, եթե 5 ասկեզ ես ասեցի Արսեն բուձելնիկը ես եմ, բուձելնիկը տալիս ասում եմ Արսեն վեր կաց, վсё 5 ասկեզ վերակենում, թեց բան չկա որ չգան, կուշանան, կամ մի տեղ գնացինք, մենք պետք է ժամը 4-ից տեղ ելնենք։ Այս ընտանիքում այնքան սեր ու նվիրում կա, ընտանեկան ջերմություն կա, համեմված հումորով ու ուրախությամբ, որ անդադար ուզում ես լսել նրանց պատմությունները, այնպես որ մոռանում ենք, որ ժամից ավել անասնագոմում ենք, հարմարվել ենք ոչ միայն տեղանքին, այլ նաև բուրող հոտերին, մոռանալով նաև, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք հետդարձի։ Տիկին Արևիկը այնպիսի մի հպարտությամբ, եռանդով ու ջանասիրությամբ է ներկայացնում ընտանիքը, տղային ու ամուսնուն, որ նրան ընդհատել չես ուզում։ Չէ, սա ինքնագովես չէ, սա պարզ ու մաքուր ընտանիք հարգող ու պահող ընտանիքի լավագույն օրինակ է։ Նրանց ամեն բացվող նոր օրը պայքարի ու նվիրումի մասին է, չկոտրվելու ու միայն առաջ գնալու մասին է, իսկ ամուսինների սրտի ցանկությունը թող խաղաղությունը լինի, առողջությունը լինի, մենք էլ աշխատենք,
Ստեղծենք, մի օր էլ թող սոված մնանք, ոչինչ, դե հիմա նենց չի, որ առողջություն ինձ թվում է։ Տղես կգնա։ Միտե 1.5 ադառը ուրախացել ենք։ Արդեն, բայց որ գնա ինչ տեն կանի չգինեմ։ Ես էլ եմ գնա, ծախիտ եմ ուսա գնա։ Առանց իրա տնտեսությունը Չեմ կարա։ Չէ, մենք տեխնիկան ինքն ապշեմ, ես չեմ քշեմ։ Կարտոշկայա հանեմ, կուլտիվացիա անեմ։ Բա ո՞նց է սովորել։ Ո՞նց սովորեցի, ես շատ եմ։ գեների, այդ մի բանով իմ հորն է քաշել, չասես։ Հա, սովորել, սո չէ, իստիկյա։ Հատող անողնող աղջկան որտեղից եք գտել։ Որտեղից եք բերել։ Ինքն այս Ես նետ չի, որ ես գյուղաց եմ, իմ պապան ես գյուղի ամենաառաջի մեխանիզատորներից ելել ու շատ տեխնիկա ենք ունեցել, շատ։ Տրակտորներ, բան, ամեն ինչ։ Բա դուք ո՞նց եք հանդիպել գինարել։ Դե բկերներ են ամուս ինքը ընկերներ ենք։ Սուտասը։ Մենք ընտանիքներով մոտիկ ենք եղել, ասենք իմ աղբերները իրանց տանը, իրանք, մենք չենք նայել, որ ասենք ճիշտն ասած մենք այս ժամանակ ասենք լավ ենք ապրել, Փարկասու հմել ենք Ես հետա։ ասել ես թե աշխատող ես ուզեմ, թե չէ ռադդ քաշի։ Նեն չի ոնդի չեմ աշխատել։ Ընդեղել ենք աշխատել, ընդեղել ենք ունեցել, էլի շատ կարտոշկա, ամեն ինչ։ Հիմա ես օրինակ առողջական խնդիրներ ունեմ, ես որ այս 25 տարի է երրորդ կարգի հաշվանդամություն ունեմ, որ ասենք սրտին չեմ կարող դուրս գալ, ինձ այս փոշին չի կարելի, այս օդը չի կարելի ինձ, բայց որ չաշխատենք, բա ոնց անենք, հա ասեմ պետությունն ինձ փող տա, ես անեմ անընդհատ պետությունը։ Այս Վասյանա։ Վասյան, Իվանը, Պետրոն, Ալոն։ Այդ մեկը արհեստական նավ, մեկը ասենք որ Շատը արհեստական են տանել, արհեստականին լավ կովիսորդ են Ստեփանավան ծանոթ բժիշկ ունեն, դա ինքս էլ նավորմալ, դաժե կոզերներ են տանել։ Այսինքն արհեստական եք դուծում իրանց, էլի։ հա, արդեն սկսել ենք։ Ոչ բոլորը, բայց արդեն Ինչպես արդեն նկատում ենք, ընտանիքի մանր ու խոշոր եղջերավորների քանակը դժվար թե ստույգ կարողանանք իմանալ։ Իրենք էլ հաշիվը կորցրել են։ Դրանք շատ են այնպես, որ միանասնագոմով չեն բավարարվել, հարակից միանասնագոմ են գնել։ Բայց այս ամեն ինչի հետևում լիքը դժվարություններ էլ կա թաքնված, որոնց մասին ճիշտ է ընտանիքը խոսել չի սիրում, բայց շրջանցել էլ չի ստացվում։ մենք թենց կորուստ ու օգուտ չենք հաշվարկում։ Եթե կարողացել ենք ապրենք, պարկ չստեղծենք, պարկ չվերցնենք մեր վրա։ Տրակտորել ենք լիզինգ արել, դե հիմա այսել ունենք, չենք հաշվում։ Դաշտը անասունով ենք անում, անասունը դաշտով ենք անում, մեկը մեկով, թենց մենք էլ ապրում ենք, էլի, դե միտեղ պետք է աշխատենք, չէ՞։ Մենք էլ ես ենք։ Դե իհարկե կորուստել ենք ունեցել, գարնանը, բայց նենց չի, որ Եթե պահում ես կորուստել ալնեմ, դե հիմա մեկ էլ հուզվում ենք ասում ենք խի եղավ, բայց դե ամեն դեպքը մլնմա։ Ես ձերով, էր մեր տումը տեար, ընդեղից ստեղ, ձերն ես ենքամ և գարել է, կանգնած կարով։ Ընդեղից մինչև ստեղ, 2 վեդրոյով, խոզերի կերը, հորդերի հիմա խոտը շալակով ընդեղից մինչև ստեղ, դե ակումբի մոտա մեր տունը, ընդեղից մինչև ստեղ բերում էր։ Հետո նոր այդ ժիգուլի առանք, ժիգուլով սկսեց բերելը մի քիչ թեթևացավ։ 2010 թվի։ Հա, արդեն քիչ-քիչ Տիկին Արևիկն ու պարոն Արսենը ասելիք էլ ունեն բոլորին ու հատկապես նրանց, ովքեր պարապնստում ու հաշվում են ուրիշների եղած չեղածը ստեղծածը։ Հա, կողքից ամեն ինչ շատ հեշտ է թվում, գուցե նաև շատերի նախանձն ու բարկությունն է շարժում, բայց միայն իրենք գիտեն այդ ամեն ինչին հասնելու դառնությունն ու դժվարությունը։ Էնպես չի, որ պետությունն իրենց գոնե մի քոր կոպեկով օգնել է։ Չէ, ընդհակառակը հազար ու մի օրենքներով ավելի է բարդացրել արտադրելն ու իրացնելը, բայց իրենք մի բան գիտեն՝ մոռացի իշխանությանն էլ նրանց օգնությունն էլ, գլուխդ կախ քո գործն արա ու այդ ժամանակ ավելի ապահով կլինես, գլուխդ կախ առանց մեկի ունեցածին աչք գցելու, առանց նախանձելու։
Մարդը պետք է նախանց չլնի, պետք է կողքիններին չնայի, որ նրանք շատ ունեն։ Օրինակ տարիներ առաջ Արսենի հորը ասում էին կտուց մի քիչ բան ա պատմելը, բայց մի հոգի ասել էր հլա նա ես սրա տղեր ասնես ինչքան կով ունեն, բայց իրանք մեր երկու չափնում էին։ Մարդը պետք է նախանց չլնի, եթե նա ունի, ասենք այդ տարի աշխատեց $100,000, օրինակ, կարած աշխատեց, դու էլ կարաս, դու էլ աշխատի։ Ամեկի իրանց բանով։ Ես օրինակ չեմ ասում, նա գնաց մեբել առավ, ես է գնամ այդ մեբելն առնեմ, չէ։ Կարամ գնամ օրինակ հիմա այսօր դիվանամ ես պետք, գնամ, բայց չէ։ Դեռ կար մենք բան չի, էլի պետք է չնայես կողքեքդ, ոնց են ասեմ։ Ամեն մարդ իր չափով պետք է իր բանը տանի։ Ամեն ինչի հիմքում աշխատանք ու աշխատասիրություն են դնում, դրա համար էլ հաջողում են։ Ու հա, գուցե ինչպես իրենք են սիրում իրենց ներկայացնել, հին մարդիկ են, բայց ապրելու սեփական փորձված կանոններն ունեն։ Երբեք ոչ մեկի ունեցածին աչք չեն դնում, ուրիշի ունեցածից չեն չարանում, լավություն են անում ու ջուրը գցում, որովհետև գիտեն բումերանգի օրենքը կա, այն ինչ անես, անպայման հետ կգա։ Բայց բոլորը չէ, որ այսպես են մտածում, առավոտից իրիկուն կքննադատեն կառավարությանը, բայց իրենք էլ մատները մատով չեն տալիս, որ իրենց իսկապես վատ վիճակից դուրս գան, արարեն, ապրեն։ Ամեն ինչ միանգամից են ուզում։ Իրենք դժվարությունների 20 տարի են անցել, բայց ալիտես հիմա ամեն ինչ շատ հեշտ են ուզում։ Կինոյի նման այսօր չկա, վաղը կա։ Չեն ուզում աշխատեն, հետո ուզում են ամսվա մեջ մի 4 անգամ, հիմա մարդիկ սովորել են ռեստորանները իրանց հացկերույթները։ Ես իմ երեխեքին ծնունդն ուզում եմ ռեստորանում անեն, բայց որ տեսա իմ կողքի շրջապատի մարդիկ այդ ամիս արդեն 4 տեղ ռեստորանում ծնունդ էին գնացել։ Մտածեցի, ասի, ու իմ մոտ արտահայտվել են, որ այսքան ծախս այն, մարդիկ ասի մեղք են, բերինք մենք մեր տան էլի նույն ձևի արինք։ Մարդիկ ուզում են գնան ռեստորանը մանեն ու իրանց սեղանի փողը հավաքեն։ Բա պետությունը կարա իրանց այդքան փող տա, որ իրանք գնան ամեն ամիս ռեստորաններում քեֆ անեն։ Թող չգնան։ Ինձ մի քանի օր առաջ ասի, խոսքդ կտրեցի, մեկը ասում է դու դեռ հին մարդ ես մնացել։ Ախր հին մարդ չեմ մնացել, դե ասում եք չի տալի, չկա, պետությունը չի անում։ Պետությունը ինչ պետք է անի, գասի գնա ռեստորանում քեֆ արենք, մենք ձեզ փող տանք։ Լավ, Դե չգիտեմ։ 1 ժամից ավելի միասին ենք այս ընտանիքի հետ գոմում, դաշտում աշխատանքի մեջ։ Խոսեցինք թվերից, տեխնիկայից, անասնապահությունից, բայց ամենակարևորը տեսախցիկից այն կողմ է մնում։ Երբ աշխատանքը ավարտվում է, օրը փակվում է ոչ թե հաշվարկով, այլ հոգատարությամբ։ Ես գնում եմ, ինչ պետք է անեմ, մխոնտունտի գա։ Աբա ինչ կանում, մխոդեստանը գնամ մի ворցակ շինի գալիս է։ Ворցակ չունենք մորթած։ Խոզը կմորթեք, կբերեք, կսարքենք։ Դե գնացինք, հաջող։ Ձեռով արա։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։